Ելենա Արշակյանի «Մարիա» սերիալում լարվածությունը հասնում է գագաթնակետին, երբ անցյալն ու ապագան խառնվում են իրար, դեմ դիմաց կանգնած են անձնական մանիպուլյացիաներ ու վրեժխնդրություն, մի ամբողջ ընտանիք քաոսի մեջ է: Հենց այսպիսի իրավիճակում են «Մարիա» սերիալի դերասանները, որոնք վախենում են Ռաֆից: Ռաֆը կոտրված ու չարացած ամեն ինչում մեղադրում է Դավիթին և Դավիթի շրջապատող մարդկանց, որ նրանք բաժանել են իրեն ու Մարիային, և բնականաբար փորձելու է բոլորին վնասել ու նեղացնել: Նրան թվում էր, որ վերջապես Մարիան կանգնելու է իր կողքին ու հեռանա Դավիթից, բայց Նոնան օգնեց, որպեսզի Մարիան սխալ ընտրություն չանի ու հեռանա: Եվ բնականաբար Ռաֆն այդ ամենը հասկանում է և Նոնային շատ վատ օրեր են սպասվում, եթե Ռաֆը շատ շուտով չձերբակալվի կամ չմեկուսացվի, հատկապես այն բանից հետո, երբ Աշոտը ներկա չէ նրանց կյանքում այս պահին, իսկ մայրն ամեն ինչ անում է, որպեսզի իրադարձություններն էլ ավելի լարվեն: Ռաֆը կատաղած է, առած չարությունը նրան փչացրել է և նա պատրաստ է ամեն ինչի, կրկին վերածվելով մանիպուլատիվ ու վրեժխնդիր մարդու, իսկ շատ շուտով նա նոր չարագործություններ է պլանավորում: Ռաֆը գալիս է Աբուլի տուն հուսահատ ու կատաղած: Այստեղ նրան սպասում են ոչ միայն Աբուլը, այլ նաև իր հարազատ քույրը Լիլիթը: Բնականաբար նա այդ տեսարանը տեսնելուց էլ ավելի է կատաղելու և զայրույթը հնարավոր ձևով արտահայտելու: Նրանք շատ լավ հասկանում են, թե այս պահին որքան վտանգավոր է Ռաֆը և հնարավոր է, որ ցանկացած պահի Ռաֆը դուրս գա վերահսկողությունից և ինչ-որ գործողություն անի, որից հետո դժվար իրավիճակ կստեղծվի: Նոնան զանգահարում է Մարիային ու զգուշացնում նրան, որ պետք է Ռաֆից զգույշ լինի: Նա չի տեսնում այլ ելք, քան Ռաֆից պաշտպանելը, քանի որ Ռաֆը գնալով էլ ավելի վտանգավոր ու չարագործ է դառնում: Հեռուստադիտողներին այս պահին հետաքրքրում է մի հարց՝ արդյոք կատաղության պահին, երբ Ռաֆը եկել է Աբուլի տուն, ինչ-որ կերպ կվնասի Աբուլին, կդանակահարի կամ ինչ-որ կերպ կվնասի, թե Լիլիթին քաշքշելով Աբուլի տնից կտանի ու կսպառնա, որ այլևս քրոջը չմոտենա: Սակայն Աբուլը պատրաստ է ցանկացած սցենարի: Իսկ ինչ է պատրաստ Ռաֆը, ցույց կտա ժամանակը: Սերիալը մոտենում է իր անկանխատեսելի ավարտին և բոլորին սպասվում է հետաքրքիր շրջադարձ: Իսկ ինչ են պլանավորել հեռուստասերիալի ստեղծագործական թիմի անդամները, ինչպիսի ավարտ կունենա հեռուստասերիալը, ցույց կտա ժամանակը: Հեռուստասերիալին շատ քիչ է մնացել, այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք հեռուստասերիալի վերջին սերիաներում կատարվող իրադարձությունները և իհարկե նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն նշենք, որ ամենահետաքրքիր զարգացումները հենց ավարտական փուլում են: Այս պահին Նոնան համարվում է հեռուստասերիալի ամենադրական կերպարը, չնայած որ հեռուստասերիալի սկզբից հեռուստադիտողները վատ մեկնաբանություններ էին գրում, քանի որ նա նեղացնում ու վիրավորում էր Մարիային: Բնականաբար այդ ամենն ուներ իր պատճառը: Տարիներ առաջ նա կորցրել էր իր հարազատ որդուն և նրա մոտ չարություն էր կուտակվել: Բնականաբար դրա մեղավորը Մարիան չէր, սակայն Նոնան գտել էր թույլ մարդու, ում վրա կարող էր ճնշում գործադրել: Սակայն երբ նա վերջապես գտավ Աբուլին ու Մարիան օգնեց, որպեսզի Աբուլը մոտենա Նոնային, դրանից հետո նրա վերաբերմունքը Մարիայի հանդեպ փոխվեց և այժմ նա իրեն պահում է որպես Մարիայի իսկական հարազատ մայր: Դրա փոխարեն Մարիայի կենսաբանական մայրը զբաղված է ինչ-որ հարաբերություններ պարզելով: Ռուբենը նրա կողքին է, Օֆային մենակ չի թողնում, չնայած որ նա պետք է Օֆային ատեր, քանի որ տարիներ առաջ իր ընտանիքի քանդման հիմքը դարձել է Օֆան: Նա իր որդուն հեռացրել է իրենից, ով տարիներ շարունակ մեծացել է աղքատության մեջ, վատ միջավայրում և հենց այդ ամենը Օֆայի պատճառով: Այո, հասկանալի է, որ Օֆայի կյանքն էլ փոխվել է Ռուբենից բաժանվելուց հետո: Սակայն Օֆան ընտրել է իր ճանապարհը: Նա ամուսնացել է, մնացել է այն տղամարդու հետ, ով պետք է նրան չէր սիրում, բայց իհարկե դրա մեղավորությունը Ռուբենինը չէր: Ռուբենն էլ կազմել էր իր ընտանիքը ու թվում էր, թե Աբուլին գտնելուց հետո նրանք պետք է երջանիկ լինեն: Սակայն Ռուբենը վերադառնում է Օֆայի մոտ, իսկ Մարիան մեղադրում տատիկին, որ տարիներ առաջ նա է եղել իր մոտ
դժբախտության պատճառը։ Բնականաբար այս խառնաշփոթը շատ շուտով կլուծվի, քանի որ հեռուստասերիալը մոտենում է ավարտին և բոլորը կստանան իրենց արժանի պատիժները այս պատմության մեջ։ Իսկ ինչպես է պատժվելու Ռաֆն այն բանից հետո, ինչ արել է այս կերպարների հետ՝ Մարիային նեղացրել, վիրավորել, շատ շուտով պարզ կդառնա, որ ինչ-որ կերպ նա վնասելու է Դավիթին ու Աբուլին, Նոնան բացառություն չէ, նա մեղադրում է Նոնային, որ հենց Նոնան է կազմակերպել Դավիթի ու Մարիայի փախուստը։ Արդյոք Դավիթը կկարողանա պաշտպանել Մարիային, թե Դավիթն ինքը պաշտպանության կարիք ունի Ռաֆի ճիրաններից։ Մնացեք մեզ հետ, իսկ տեսանյութի մեկնաբանություններ դաշտում չմոռանաք գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, ինչպիսի ավարտ է ունենալու հեռուստասերիալը և որ կերպարին է հասցնելու վնասել Ռաֆը։ Դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը, գրեք ձեր կարծիքները, գրեք նաև, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։